Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիակաստ հաղորդման իմ հյուրն է Հայակվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Բարև ձեզ, պարոն Չալաբյան։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Եվ այսպես, պարոն Չալաբյան, սկսենք ամենավերջին իրադարձությունից, երբ եկեղեցում տեղի ունեցավ միջադեպ Նիկոլ Փաշինյանի եւ Մինասյան եղբայրների միջև, այնուհետև եղբայրներին ամենավայրագ ձևով ձերբակալեցին, որից հետո այսօր արդեն Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառվեց 2 ամսյա կալանք, թեպետ մյուս եղբորը ազատ էին արձակել, բայց նրա նկատմամբ նույնպես խափանման միջոց կիրառվեց, չբացակայելու արգելքը։ Հիմա արդյոք այս գործողությունները թե ձերբակալման այդ ամբողջ վայրագությունը եւ թե եղբայրներից Դավիթին կալանավորելը իրավաչափ է, հաշվի առնելով, որ նրանք դպրոցականներ են, նաեւ հաշվի առնենք, որ մայրը դիմել էր խնդրելով, որ կալանք չկիրառեն, հաշվի առնելով, որ նա ունի առողջական խնդիրներ։ Եկեք այս ամեն ինչին նայենք տեղի ունեցողի ավելի լայն համայնապատկերում, հա։ Նախ սկսենք նայել ինչ է տեղի ունեցել ի վերջո, հա։ Ուրեմն կես տարուց ավել երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ամենագրեհիկ կոպիտ արշավն է իրականացրել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Եվ բնականաբար նաև դրանով վիրավորելով եկեղեցու հավատացյալ հետևորդների զգացումները։ Փորձելով պառակտել եկեղեցին, փորձելով արհեստականորեն նրա ներսում կողմեր ստեղծել, վիրավորելով եկեղեցու հոգևոր առաջնորդին, Գարեգին II վեհապարին եւ այլն։ Այսինքն նա ստեղծել է ծայրահեղ կոնֆլիկտային իրավիճակ։ Նա չի զլացել ատելության խոսքից, չի զլացել բռնությունից, մի քանի անգամ կեղծ պատարակներ, այսպես ասած, կազմակերպելուց, բեմադրելուց եւ իրական հավատացյալների մուտքը նաեւ այդտեղ արգելելուց, իրական քահանաների մուտքը արգելելուց եւ այլն։ Բացառիկ դեպք է, երբ որ մի երկրում, որը աշխարհի հնագույն քրիստոնեական պետությունն է, այդ պետության առաջնորդը բռնանում է սեփական եկեղեցու վրա, ընդ որում բռնանում է հետևողականորեն։ Հիմա այդ համատեքստում պետք է դիտարկել Փաշինյանի հաջորդ քայլը, երբ որ նա թիկնապահների ուղեկցությամբ, ըստ էության համարը բռնությամբ ներխուժում է եկեղեցի Սուրբ Աննան, ծաղկազարդի օրով, պատարակի ժամանակ հրմշտում են մարդկանց, ճանապարհ են բացում, իդեպ պետք է հաշվի առնել, որ Կիրակի օրը Փաշինյանը ոչ մի պաշտոնական պարտականություններ այդ օրը չի իրականացնում, եթե նա մտնում է եկեղեցի, նա պետք է մտնի որպես սովորական հավատացյալ, ինչպես ես եւ դուք։ Բնականաբար չպետք է լինի այդպիսի թիկնազոր, որը մարդկանց նկատմամբ անհարմարություններ հարկադրանք է իրականացնում եւ այլն, հա, եթե նա իսկապես հավատացյալ է, հավատացյալի պես խոնարհաբար մտիր եկեղեցին, հա, բայց բնական է, որ նպատակը սադրանքն է եղել, եւ այդ սադրանքը ինչ որ ձևով արձագանք է ստացել, իդեպ արձագանքը նա ստացել է ոչ միայն Մինասյան եղբայրներից։ Եթե դուք նայում եք այդ ամբողջ տեղի ունեցողի կադրերը, ակնհայտ է, որ բազմաթիվ մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում, աղմկում են, ինչ որ խոսքեր են ասում, հա, կոշտ եւ այլն, հա, պարզապես այդ Մինասյան եղբայրների հետ է, որ տեղի ունենում նաեւ կոշտ անմիջական կոնտակտ։ Հա, հիմա տրամաբանորեն պետք է ասենք ենթադրենք քրեական գործառույցել։ Երևի կարելի է քրեական գործառույցել, ասենք նայել թե այդտեղ ինչ է տեղի ունեցել, բայց նախ իմ համար ակնհայտ է, որ քրեական գործը չի կարելի հարուցել այդ դեպքում պաշտոնյատար անձի պարտականությունների խոչընդոտելու հոդվածով։ Դա աբսուրդ է, որովհետև այնտեղ պարտականություններ չէր կատարում։ Այնտեղ ոչ մի պարտականություն, ոչ մի պաշտոնատար անձ չէր կատարում, որովհետև այնտեղ բոլորը հավասար են որպես հավատացյալներ։ Եվ կամ եթե նրանք պնդում են, որ պաշտոնատար անձը պարտականություններ կատարում, թող բացատրեն այդ պաշտոնատար անձը ինչ պարտականություններ կատարում եկեղեցու ներսում։ Այդ ո՞րն է իր պարտականությունը, հա։ Արդեն այդտեղից է սկսում աբսուրդը, այսինքն ինքը քրեական գործը աբսուրդային, հա։ Երկրորդը, բնականաբար կիսում եմ ձեր մտահոգությունը, որ հերթական անգամ վատթարագույն հեղինակություն ունեցող դատավորներից մեկը, որ իդեպ նախկինում դեռևս 2022 թվականին նաև ինձ է կալանքի դատապարտել, անհիմն բացարձակ կալանքի, որը հետագայում վերաքննիչ դատարանի կողմից վերացվել է, հա։
կալանքի է ենթարկում երիտասարդի, որը դպրոցական է, այսինքն լավ, եթե նույնիսկ քրեական գործը հարուցված, որևէ հիմք չկա դպրոցական երեխայի, չգիտեմ, չափահասը թե անչափահասը, բայց 18 տարեկանի այնուամենայնիվ դպրոցականի, որը նաև առողջական խնդիրներ ունի, խափանման այդպիսի միջոց։ Դա բացարձակ վենդետա է։ Փաշինյանը հուսահատ ուզում է ցույց տա, որ իր ձեռքում իշխանություն կա, իդեպ ես ասեմ նաև, որ նաև այս սոցիալական ցանցերը իրանց այդ բոլոր ռոպագանդիստներին, իրանք ասում են, դե լավ էլի, ձեր վաղ նկատի ունեն նախորդ իշխանությունների։ Ձեր վաղ գլուխը կջարդեին, իսկ մենք սահմանափակվում ենք կալանքով։ Կներեք, նախ եւ առաջ անընդհատ այդ նախքին բարքերին հղում մի կատարեք։ Բա դուք եկել եք խոստանալով փոխել այն ամենը ինչա է ձեր։ Փոխել, օրենք իրավունք բերել։ Ինչ եք հիմա անընդհատ հղում կատարում, թե նախկինում ինչ ա եղել։ Ինչ եք դրան անընդհատ հղում կատարում։ Դուք հղում կատարեք նա, թե դուք ինչ եք խոստացել։ Որովհետև հղման կետը այդ է, մեկնարկային կետը դա դուք խոստացել եք ժողովրդավարություն, դուք խոստացել եք, որ անձնիշխանություն երկրում չի լինի, դուք խոստացել եք, որ իրավունքով եւ օրենքով պաշտպանված կլինեն քաղաքացիները։ Հիմա քաղաքացին օրենքով պաշտպանված է, եթե նրա զգացումները կրոնական պարբերաբար խաթարվում են։ Եթե պարբերաբար եկեղեցիներ եւ վանքեր են բռնազավթվում պետական պաշտոնյաների կողմից, երբ որ քահանաների կողմից իրականացվող պատարագի կանոնական ծեսը միջամտվում է, զեղչվում է կաթողիկոսի անունը եւ այլն։ Դա օրենքի խախտում չի։ Մենք իդեպ հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացել դեռևս անցյալ տարի, մինչև հիմա դատախազությունը դա ընթացք չի տալիս, բայց ես համոզված եմ, որ շատ չի մնացել մինչև այն պահը, երբ որ մենք հնարավորություն կունենանք այդ ամեն ինչին հետամուտ լինել եւ իրական մեղավորներին սրա համար պատժել, ոչ թե 18-ամյա ըստ էության աշակերտին, որը պատահական այնտեղ հայտնվել է այդ հարկադրանքի, այսպես ասած, կիզակետում ինչ-որ ձևի արձագանքել է։ Ընդ որում այդ կալանքով խախտվում է նաև աշակերտի ուսման գրաֆիկը, որտեղ ակնհայտորեն նա 2 ամիս նվազագույնը կողը 2 ամիս հետ էին գնելու ուսման ողջ գործընթացը։ Բնական է, հիմա կնայեք, մեզ այնց ումել կալանավորը մեր կյանքի գրաֆիկը խախտվում է, ինձ էլ որ կալանավորել են կյանքից գրաֆիկը խախտվել է։ Հարցը մի քիչ նույնիսկ ուրիշ է։ Որն է այդ կալանքի հիմքը ընդհանրապես ասած։ Ինչա երիտասարդի նկատմամբ, որը ընդհանրապես ինչ-որ աղմուկ է բարձրացրել, ասա վրեսցենց չնայեք բան, ենթադրենք այդ երիտասարդի նկատմամբ այդ կարգի կոշտ ծայրահեղ խափանման միջոց իրավա։ ԿՊԱ-կան տարբեր գործիչների այս 2 օրվա հուզաթոթով գրառումներից իբր հարձակում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի վրա, այն էլ դա համեմում են, այսպես ասած, իբր սրբապղծություն է տեղի ունեցել, եկեղեցում են հարձակվել առանց հաշվի առնելով նախ որ հենց Նիկոլ Փաշինյանն է հիմնադրել եկեղեցու վրա ասպատակության այդ ամբողջ համար մեկ սրբապիղծ է երկրում մտնում է եկեղեցի, փորձում է նորից խանգարել հոգևոր ծեսը իր ներկայությամբ, առաջ բերելով ներկաների ծայրահեղ դժգոհությունը, հետո էլ բռնություն է կիրառվում։ Իդեպ տեսել եք այդ բռնության կադրերը նաև եկեղեցուց դուրս։ Տեսել եք այդ ձերբակալման կադրերը, հրմշտոցի կադրերը եւ այլն։ Ոստի ես կարծում եմ, որ նայեք, այս ամեն ինչին պետք է վերաբերվել շատ միարժեք, իդեպ Հայաքվեն այդ կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկել, մենք դատապարտել ենք բնականաբար, այս ամբողջ միջադեպը իշխանության մասնակցությունը այս ամբողջ միջադեպին, մենք կարծում ենք, որ այս ամեն ինչը պետք է բնականաբար վերջ ունենա։ Եկեղեցին եւ պետությունը պետք է իրար վերաբերվեն փոխադարձ հարգանքով, սահմանադրականորեն երաշխավորված տրամաբանությամբ, պետությունը կամ ցանկացած պետական պաշտոնյա պետք է դադարի խառնվել եկեղեցու գործերին, պետք է դադարի ներքաշել եկեղեցին քաղաքականության մեջ, պետք է դադարի փորձել եկեղեցու կոնկրետ եկեղեցու վանական համալիրներ գրավել, կարգալույծ եղած քահանաներին, ասենք, փորձել դատարանով վերականգնել, որ ընդհանրապես աբսուրդ է, որովհետև քահանան դա հոգևոր կոչում է եւ աշխարհիկ դատարանը չի կարող հոգևոր կոչում վերականգնել։ Ոնց որ աշխարհիկ դատարանը չի կարող օրինակ ձեզ գիտությունների դոկտորի կոչում տալ կամ ձեզ Նոբելյան մրցանակ շնորհել եւ այլն, այսինքն կատեգորիաներ կան, որոնք կներեք էլի աշխարհիկ իշխանությունից դուրս են։ Քահանան դա հոգևոր կոչում է, չի կարող դատարանը քահանայի կարգալուծությունը վերականգնել։ Դա հոգևոր իերարխիայում է միայն տեղ ունենում։ Պարոն Չալաբյան, Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն սկսել է քարոզարշավը։ Այնինչ այս վերջին 1 ամսվա ընթացքում նա անում է միանգամայն քարոզարշավ է, որի թիրախը ընտրություններն են 2026 թվականների։ Սակայն ի տարբերություն 2021 թվականի, երբ նա քարոզարշավը իրականացրեց կեղծիքով, այն է Շուշիի Հադրութի դեօկուպացիա, Արցախի հարցման լուծում ԵԱԿ Մինսկի շրջանակներում, սակայն
վերընտրվելուց կամ վերարտադրվելուց հետո ինչպես ուզում ենք կոչենք, արեց այդ ամենի տրամագծորեն հակառակը, այսօր նա ընտրությունների է գնում շանտաժով։ Այսինքն իրեն ասոցացնում է խաղաղության հետ եւ հայտարարում, որ մոտավորապես հետեւյալը, որ եթե ինքը չլինի, լինելու է պատերազմ։ Մինչդեռ նա իմ գնահատմամբ նրա մանիպուլյացիան կայանում է նրանում, որ նա Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը ներկայացնում է որպես հաստատված խաղաղության փաստ եւ որպես միակ հիմնավորում բերում այն, որ օգոստոսից առ այսօր սահմանի վրա որևէ կրակոց չի ընչել ադրբեջանցիների կողմից եւ որևէ հայ զինվոր չի սպանվել։ Հիմա արդյոք մենք կարող ենք այդ փաստը միայն հիմք ընդունելով համարենք, որ վերջ Հայաստանում արդեն խաղաղության դարաշրջան է։ Նախ Փաշինյանի ամբողջ քարոզարշավը բացարձակ հակասական տրամաբանության մեջ, որտեղ հնար չի մի կողմից ասել, որ ես խաղաղություն եմ բերել, մյուս կողմից ասել, որ եթե ես չլինեմ, պատերազմ կլինի։ Այդ ինչ է նշանակում, ուրեմն դու խաղաղություն չես բերել։ Ուրեմն խաղաղություն չես բերել, ուրեմն դու ընդհանուր պատերազմի մեջ դադար ես բերել, այն էլ մի շատ բարձ պատճառով, որպեսզի կարողանաս վերարտադրվես։ Որտեղ դիմացինը շահագրգռված է քո վերարտադրության մեջ, Ալիևը եւ Էրդողանը չեն էլ թաքցնում, որ դու ես իրանց այդ սրտի բանը տեխնացուն Հայաստանում ամեն ինչ անել են, որպեսզի դու վերընտրվես։ Դրա համար դադար են տվել, որպեսզի դու այդ ընթացքում վերընտրվես, հետո շարունակեն այսպես ասած պատերազմը։ Դե պատերազմը պետք է հասկանալ, որ դա հիբրիդային մեթոդներով արվում։ Հիմա Փաշինյանը ասում է, որ ես չլինեմ, ես կլինի։ Իսկ ասում ես, որ դու ուլնես, ինչ կլինի։ Ասում ես, որ դու ուլնես անկլավները հանձնելու ես։ Ասում ես, որ դու ուլնես ադրբեջանցիները շարունակելու են առաջ գան Հայաստանի տարածքում։ Ասում ես նա մասին, որ դու ուլնես կարող ասենք օրինակ 1918 թվականի դեպքերը ճանաչվեն ադրբեջանցիների ցեղասպանություն։ Ասում ես նրա մասին, որ Արցախի հարցը բացարձակ փակվելու է եւ արցախցիները որևէ հույս չեն ունենալու որևէ վերադարձի։ Դե պետք մի բան ասում է։ Այդ մեկը ասում է։ Այդ մեկը ասում է։ Ասում ես նրա մասին, որ ադրբեջանցիները փորձելու են վերաբնակվել Հայաստանում, աստիճանաբար ներսից ական դառնալով Հայաստանի Հանրապետության ներսում։ Ասում ես այդ ամեն ինչի մասին, որ այդ լինելու է այն դեպքում, եթե դու լինես։ Չես ասում, չէ՞։ Ոնց որ այն ժամանակ ասում էր, որ Արցախի դեօկուպացիա է անելու, բայց խաբեցիր, հիմա էլ ասում ես, որ եթե ես չլինեմ, պատերազմ անելու, բայց եթե դու ըլնես, լինելու է Հայաստանի օկուպացիա առանց պատերազմի։ Ասա դրա մասին, որ եթե դու լինես, լինելու է Հայաստանի օկուպացիա առանց պատերազմի, ինչպես Ալիևն է հայտարարել, ոչ թե տանկերով, մեքենաներով ենք այս անգամ մտնելու Երևան։ Ասա դրա մասին։ Ասա դրա մասին մարդիկ հասկանան իրական ընտրությունը ինչի եւ ինչի մեջ է։ Իդեպ, հաստատ ուզում եմ ձեզ ասեմ, իրա չլինելու դեպքում պատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է։ Բացարձակ կեղծիք է, որովհետեւ եկեք մեզ հարց տանք, ինչի համար պետք է լինի այդ պատերազմը։ Ինչի համար, ո՞րն է պատերազմի պատճառը։ Արցախը հանձնել ես։ Քո պնդմամբ այս ամբողջ ընթացքում Արցախներ հիմնական պատերազմի պատճառ։ Հիմա Արցախը հանձնել ես, ջնջել ես համարյա քարտեզի զերիցից։ Պատերազմի բանը, պատրվակը ո՞րն է։ Ադրբեջանի նոր ագրեսիան Հայաստանի նկատմամբ, այդ դեպքում մի հատ բացատրեի, Արցախի հանձնումից այսքան ժամանակ անցել։ Ինչու դու չես կարողացել այս ընթացքում իշխանություն ունենալով երկիրդ այնքան պատրաստես, որ ինքը այդ պատերազմից արդեն ապահովագրված է, ինչի չես արել։ Ինչ ես դու շարունակել այս ամբողջ ընթացքում լինելով իշխանություն, թողել երկիրդ այսքան խոցելի։ Ինչու։ Ինչու չես ամրապնդել բանակդ, ինչու չես վերականգնել դաշնակցային հարաբերությունները։ Ինչու ես թողել երկիրդ խոցելի։ Իդեպ պարոն Չալաբյան, երբ ասիք օկուպացիա առանց պատերազմի, ես հիշեցի 88 թվականին Արցախյան շարժումը, առաջին շարժումը սկսվեց, եւ երբ դրան հաջորդեց հայ-ադրբեջանական պատերազմը, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչում էր տեսակետ, որ Ադրբեջանի կողմից հիմարություն է Հայաստանի այդ պատերազմի մտնելը, որովհետեւ եթե չլիներ այդ պատերազմը, մենք խաղաղ ճանապարհով, ինչպես հիմա է ասվում, մեքենաներով կվերցնեինք թե Հայաստանը եւ թե Արցախը։ Կարծես թե Նիկոլ Փաշինյանը իրականացնում է թուրքական նախկին իշխանությունների կողմից այդ հորդորները, որոնք ուղղված էին այն ժամանակվա Ադրբեջանի իշխանություններին։ Թուրքիայում գիտեք ինչպես է, նախկին չկա։ Իրանց ռազմավարությունը շատ երկարաժամկետ է։ Իրանց նպատակն է օգտագործելով իրանց տնտեսական ռեսուրսները, օգտագործելով նույնիսկ առևտուրը կամ ներդրումները որպես գործիք եւ այլն, Հայաստանը ներսից վերցնել։ Իրանց պետք չի պատերազմ։ Իրանց պետք է Հայաստանը ներսից վերցնել։ Իրանք պետք է ըստեյության Հայաստանը անդամահատեն, ասենք Սյունիքը կտրեն, այդ անկլավներ կոչուցալները վերցնելով մեր ամբողջ պաշտպանական գծերը խաթարեն, ասենք մեկը, որ մի անգամ գոնե Տիգրանաշենով անցել է, համոզված եմ, որ դուք անցել եք։ Պատկերացնում է ինչ է նշանակում Տիգրանաշենի հանձնումը։ Դա նշանակում է դե ֆակտո Վայոց ձորը եւ Սյունիքը ամբողջովին կտրել մնացած Հայաստանից, որովհետեւ նույնիսկ եթե դուք ուրիշ ճանապարհ էլ կառուցեք,
նույնիսկ ուրիշ ճանապարհ։ Մատնանշումը իբր վեդի մոտով ճանապարհ։ Չվեդի մոտով կա, հիմա էլ կա ճանապարհ, բայց խնդիրն է, որ այդ ճանապարհը լինելու է կրակի տակ, որովհետև այն ինչ որ կոչվում է անկլավ, դա բարձր դիրքեր են, բարձունքներ են Ռազմավարական նշանակության։ Ռազմավարական նշանակության այդ ադրբեջանցիները պատական չի, որ սովետական տարիներին բերել են իրանց այդ նախիրները կամ հոտերը այնտեղ արածացրել են, որովհետեւ կարողանան ադմինիստրատիվ վերահսկողություն հաստատել։ Չկա եւ որևէ փաստաթուղթ պաշտոնական Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որով այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին։ Չկա այդպես փաստաթուղթ, գոյություն չունի ընդհանրապես։ Բայց երբ որ մարդիկ ասում են եկեք գնանք 75 թվականի սովետական միության գլխավոր շտաբի քարտեզներով։ Սովետական միության գլխավոր շտաբի քարտեզները դրանք ռազմական քարտեզներ են։ Դրանք չեն արտացոլում իրական պետական սահմաններ, դրանք արտացոլում են այն փաստը, որ այդ բանը այդտեղ եղել է ադրբեջանական ադմինիստրատիվ վերահսկողություն, բայց որևէ փաստաթուղթ, որ այդ տարածքները Ադրբեջանն է պատկանում, գոյություն չունի ընդհանրապես։ Բայց հասկանալի է, չէ՞ որ ոնց որ տավուշում հանձնեցին տարածքները, իդեպս վերջերս էլ պարզվեց, որ եւս մի դիրք հանել են ընդեղից։ Պարզվեց, որ Գեղարքունիքում ադրբեջանցիները մի դիրք առաջ են եկել եւ այլն, հա։ Այս ամեն ինչը որ տեղի է ունենում, ցույց է տալի, որ պատերազմը ոչ մի պահ չի դադարել։ Չի դադարում, որովհետև պատերազմը դա թուրք-ադրբեջանական տանդեմի երկարաժամկետ քաղաքականությունն է հայ ժողովրդի նկատմամբ։ Այդ պատերազմը կներեք, սկսել է դեռ շատ վաղուց, այդ պատերազմը սկսել է համիցեն ջարդերով, շարունակվել է ցեղասպանությամբ, 1918 թվականին Հայաստան ներխուժմամբ, հետո 1920 թվականին Հայաստան ներխուժմամբ եւ անդամահատմամբ, հետո Արցախի գրավմամբ եւ այլն, այսինքն իրանք այդ պատերազմը կվերջանա մենակ մի օր, երբ որ մենք այստեղ չլինենք։ Իդեպ, երբ խոսեցիք բանակից եւ դաշնակիցներ ու գործընկերներ ձեռք բերելուց, վերջերս Նիկոլ Փաշինյանը իր հանդիպումներից մեկի ժամանակ ընդհանրապես բանակը հանեց անվտանգային համակարգից, այսինքն տարածիորեն նա բանակը չդիտարկեց որպես անվտանգային բաղկացուցիչ մաս, չխոսեց լուրջ դաշնակիցներ վստահելի նաև միջազգային համբավ ձեռք բերելուց, այլ ընդամենը այսպես խեղճի, թույլի պարտվածի տրամաբանությամբ հայտարարեց, որ մեր անվտանգության թիվ 1 երաշխիքը մեր տեղը իմանալն է այս աշխարհում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, եթե սկզբից բանակը փորձում էր երկրորդել անվտանգային այդ համակարգում, հիմա ընդհանրապես հանեց այդ համակարգից։ Հիմա ուր է տանելու այս իր այսպես չակերտավոր անվտանգային համակարգ կոչեցյալը, եթե ընդամենը պարփակվում է աշխարհում մեր տեղը իմանալ։ Տեսեք, ես կարծում եմ, որ առաջիկա ընտրությունների առանցքային հարցը հենց այդ է։ Հենց դա է։ Ինչպես ենք մենք պատկերացնում մեր անվտանգության ապահովումը։ Հիմա եկեք մի հատ բան անենք, էլի հերձենք Փաշինյանի թեզը։ Ինչ հաստատության ինքը ասում, որովհետեւ մենք հասկանանք իրականում նաև որնա դրա այլընտրանքը։ Փաշինյանն ասում է հետևյալը. մենք չունենք դաշնակիցներ, մենք չունենք բավարար ռեսուրսներ երկրի ներսից պաշտպանություն կազմակերպելու համար, ուրեմն մեր միակ լուծումը դա մեր հազար հարևաններին հարմարվելն է։ Ուրիշ լուծում չկա, մենք պետք է նրանց հարմարվենք։ Երբ որ դա Փաշինյանը ասում է, աստղ շատ բարձր տրամաբանական հարց է առաջանում։ Հարցը հետևյալն է, այդ հարևանները որտեղ են կանգնելու։ Որտեղ են կանգնելու, եթե դու անընդհատ ուզում ես իրանց հարմարվես, անընդհատ պատրաստ ես իրանց զիջումներ անելու, իրանք որտեղ են կանգնելու, որն է այն սահմանը, որից հետո իրանք բավարարված են։ Հիմա մեր պնդումը հետևյալն է, այդ սահմանը Հայաստանի Հանրապետության որպես հայկական պետություն կազմաքանդումն է, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմին պետք չի Հայաստանի Հանրապետություն որպես այդպեսին, պետք չի գլխացավանք, պետք չի մի երկիր, որը այդ այսպես կոչված մի ազգ երկու պետությունը իրարից բաժանում է։ Իրանք համարը արդեն հասել են իրանց երազանքին մեր տարածքով ճանապարհներ ստանալու, ընդ որում ճանապարհներ, որ դե ֆակտո իրանք պետք է վերահսկեն, հա, դա համարյա հասել են, բայց իրանց պլանների մեջ խառնվեց այս Ամերիկա-Իրանյան պատերազմը, որի մասին առանձին կարելի է խոսել, հա, բայց ըստ էության իրանք դրա վրա չեն կանգնելու, իրանք ունեն երկարաժամկետ ռազմավարական նպատակ եւ ըստ էության նաեւ ռազմավարություն։ Թուրքիան եւ Ադրբեջանը ցամաքային կապով իրար հետ կապել, հուսալի ցամաքային կապով։ Եվ եթե դուք իրանց տեղը լեք, դուք նույնը կմտածեիք։ Դուք նույնը կմտածեիք, հասկանում եք, այսինքն տրամաբանական է, նայում ես, քարտեզին մարդիկ ժամանակին թուրքերը 30-ական թվականներին դեռ Իրանի հետ տարածքի փոխանակություն են արել, որ Նախիջևանի հետ սահման ունենան։ Այդ ժամանակ այդ սահմանը խորհրդային միության սահման էր։ Արտակուստ ոչ մի տարբերություն չկար, դու Նախիջևանի հետ սահմանակից թե Հայաստանի Հանրապետություն, բայց մարդիկ մտածել են այն ժամանակ, որ կարող է մեր խորհրդային միությունը քանդվի, ու այդ սահմանը իրենց համար դառնա օգտագործելի սահման ճանապարհ դեպի Ադրբեջան։ Այդ խնդիրը լուծել են այն ժամանակ։ Արցախը, որը վերահսկում էր իդեպ
այդ ճանապարհի, հա, կարևորագույն ճանապարհի մոտավորապես 80 կիլոմետրը Արաքսի հովտով։ Իրանք կարողացան շարքից հանեն 2020 թվականին, վերագրավեցին այդ տարածքը։ Հիմա մնացել է միած Սյունիքը։ Եվ Սյունիքը գրավելուց հետո եւ ասենք Հայաստանը Իրանից անջատելուց հետո ասված չանի թե դա։ Իրանց հաջորդ խնդիրը ո՞րն է։ Ընդհանրապես Հայաստանը չեզոքացնելու ճանապարհից։ Ճիշտ եք ասում։ Հիմա եթե դա է այն վերջնախաղը, որին տանում է Փաշինյանի քաղաքականությունը, մենք մեզ պետք է բնական հարց տանք, իսկ ո՞րն է դրա այլընտրանքը։ Դրա այլընտրանքը մեր կարծիքով եւ Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս մեր ազգային բոլոր ուժերը մոբիլիզացնելն է։ Ներսից դա կլինի բանակ, դա կլինի հետախուզություն, դա կլինի կիբերանվտանգություն, դա կլինի ռազմարդյունաբերություն, դա կլինի պահեստազոր, իսկ դրսից դա կլինեն դաշնակցային հարաբերություններ, դա կլինի մեր սփյուռքի լոբիստական ռեսուրսը, դա կլինի սփյուռքի մեր ֆինանսական կապիտալը եւ բոլորը պետք է մոբիլիզացնես, որպեսզի կարողանաս երկիրը պաշտպանես։ Այլապես Փաշինյանի քաղաքականությունը փուլ առ փուլ բերելու է մեր երկրի կազմակերպման։ Ինչպես դա արդեն տեղի ունեցավ Արցախի մասով։ Ինչպես տեղի ունեցավ Արցախի մասով, այսինքն այդ գաղափարը, որ գիտեք ինչ մենք Արցախը տանք, հանգիստ կապրենք, հենց ինքը Փաշինյանը հիմա հերքում է այդ գաղափարը։ Ասում է, եթե ես չլնեմ, նորից պատերազմ կլինի։ Այդ դեպքում բացատրի պատերազմը ինչի համար է։ Պատերազմը արդեն Հայաստանի Հանրապետության համար է։ Իդեպ Հայաստանը չեզոքացնելու հետ կապված ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը շատ հետաքրքիր մոտեցում ցուցաբերեց Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, երբ տարածիորեն հայտարարեց հետևյալը, որ մենք խոսում ենք մեծ Թուրանի գաղափարախոսությունից, սակայն չպետք է Թուրքիային խանգարենք, որպեսզի նա զարգանա այդ ուղղությամբ եւ որպես համեմատության եզր բերեց, որ եթե մենք ուզում ենք դեպի ԵՄ զարգանալ, եւ չպետք է Թուրքիան մեծ խանգարի այդ ուղղությամբ գնալու, մենք էլ չպետք է խանգարենք Թուրքիային, որպեսզի զարգանա մեծ Թուրանի գաղափարախոսության այդ իրականացման գործում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը գրեթե ուղիղ խոսքով հայտարարեց Ստամբուլում, որ ինքը ինչու՞ չէ կաջակցի մեծ Թուրանի գաղափարախոսության կերտմանը, որը եւս մի անգամ հաստատում է, թե Փաշինյանը իրականում ինչ քաղաքական գիծ է իրականացնում։ Նա իրականացնում է, այո, Թուրանի ձևավորման քաղաքական գիծը եւ այդ քաղաքական գծի շահառուները ոչ միայն Թուրքիան եւ Ադրբեջանը, այլև իրանց բազմաթիվ թուրքական աշխարհը, չնայած Եվրոպայում կամ ենթադրենք Միացյալ Նահանգներում կամ Բրիտանիայում իրանց ներդրողները, որոնք շահագրգռված են այդ Թուրանի մեջ, որպես հակակշիռ Իրանին, որպես հակակշիռ Ռուսաստանին, որպես հակակշիռ Չինաստանին եւ այլն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինքը տեղավորվել է, այսպես ասած, մեծ Թուրանի այդ ռազմավարական նախագծի մեջ իր պատկերացումը, դա ինքը Թուրանի սպասարկունն է Հայաստանում, հասկանում եք։ Հիմա տեսեք, էլի վերադառնանք այդ հարցին։ Ես ինքս չեմ կարծում, որ մենք պետք է ասենք դիմադրենք նրանով, որ մեր տարածքով ճանապարհներ լինեն։ Ոնց որ եւ մենք պետք է այդ ճանապարհների դիմաց օրինակ ճանապարհներ ստանանք Թուրքիայի տարածքով։ Եթե Թուրքիան մեր տարածքով կարող է երթևեկի, ոնց որ այսօր երթևեկում են իրանացիները, ենթադրենք։ Մենք էլ իր տարածքով կարող ենք երթևեկել դեպի Սևծով, դա նորմալ է։ Ես դրանում խնդիր չեմ տեսնում, դա զուտ առավոտային հարց է։ Բայց թուրքերը դա այդպես չեն պատկերացնում։ Թուրքերը պատկերացնում են, որ այդ տարածքը իրենք պետք է վերահսկեն։ Իրանք պատկերացնում են, որ դա չի լինելու ճանապարհ Հայաստանի Հանրապետությունում։ Իրանք պատկերացնում են, որ դա լինելու է Զանգեզուրի միջանցք իրենց վերահսկողության տակ։ Ոչ միայն այդպես են ասում, մի քանի տարի է դրա շուրջը կոնֆերանսներ են անցկացվում։ Թուրքիայի այս արևելյան նահանգներում պարբերաբար հանդիպումներ են, պրեզենտացիաներ են եւ այլն, նոր երկաթուղի են սկսել Կարսից կառուցել, որը պետք է շրջանցի ըստ էության ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, անմիջականորեն դուրս գա Նախիջևանի վրա, այնինչ շատ թանկ ծրագիր է, որտեղ լեռներով են անցնում։ Ես նույնիսկ չեմ պատկերացնում, ասենք տնտեսական նպատակարարությունը ծրագրի զրոյական է։ Իսկն քաղաքական է։ Բացարձակ քաղաքական է, իրանց պետք է ունենալ իրանց վերահսկողության տակ մի ճանապարհ, որին չի կարող ոչ Հայաստանը խառնվել, ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը, ոչ մեկ, մի ճանապարհ, որով իրանք կարող են անխաթար, անխոչնդոտ իրականացնել ռազմավարական գործողություններ, որոնք զորքեր տեղափոխել, տանկեր տեղափոխել եւ այլն, այդ է իրանց խնդիրը։ Եվ Փաշինյանը նույնիսկ եմ ասում, նա տարածորեն ուղղակի պարկել է այդ ծրագրի տակ, նա այդ ծրագրի իրականացնողն է Հայաստանում։ Իդեպ քանի որ ճանապարհներից խոսեցինք, անդրադառնանք նաև թրիփին։ Հենց թրիփի հետ կապված Ադրբեջանը հայտարարում էր, որ Հայաստանը ինչպես ուզում է թողային կոչի, մեր համար կարևորը միջանցքն է։ Այսինքն ակնհայտ է, որ թրիփը
միջանցքային տրամաբանություն ունի, սակայն Իրանում տեղի ունեցող պատերազմական գործողությունները կարծես մի փոքր մշուշոտ են դարձնում Թրիփի ապագան կապված նաև պատերազմի ելքի հետ։ Միայն Նիկոլ Փաշինյանն է կարծես այսպես Իրանում տեղի ունեցող պատերազմի հանդեպ շուտ անտարբեր վերաբերմունք որդեգրել, սակայն այս վերջերս նա նույնպես ընկալելով Թրիփի մշուշոտությունը Ադրբեջանին առաջարկեց ճանապարհ երասխով կարծես թե որպես այլընտրանք Թրիփին, այսինքն եթե Թրիփը միջանցքային տրամաբանություն ունի, ստացվում է Նիկոլ Փաշինյանը այլ միջանցք է առաջարկում Ադրբեջանին երասխի ուղղությամբ։ Հիմա այնուամենայնիվ Թրիփը որքանով է համապատասխանում այն մոտեցմանը, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իբր նաև անվտանգային հարց է լուծելու, իբր ԱՄՆ-ն այստեղ անվտանգության երաշխավոր է լինելու եւ այլն, եւ կամ առասարակ ինչ է լինելու այդ Թրիփի։ Այդ ամբողջ տրամաբանությունը, որի ներքո անցած տարի Թրիփի հետ կապված հուշագիրը կնքվեց Վաշինգտոնում, օգոստոսի 7-ին, այդ ամբողջ տրամաբանությունը այլևս հնացած է, որովհետև դրանից հետո տեղի ունեցել մեր ժամանակների ամենախոշոր պատերազմներից մեկը Իրանում։ Մի կողմից Իրանի, մյուս կողմից Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև պատերազմը, եւ այդ պատերազմի համատեքստում Իրանը որդեգրել է ասիմետրիկ ռազմավարություն։ Դուք գիտեք, որ ցամաքային մարտական գործողություններ չկան, փոխարենը օրինակ Իրանը սկսել է ամբողջ տարածաշրջանում հարվածներ հասցնել եւ ամերիկյան եւ իսրայելյան օբյեկտներ։ Դե Իսրայելի դեպքում հենց ինքը պետությունն է, բայց Ամերիկայի դեպքում դա, ասենք, ամբողջ Պարսից ծոցի մի շարք երկրներում, ինչպիսին է Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Կատար, Բահրեյն, Իրաք եւ այլն, Քուվեյթ։ Այդ բոլոր երկրներում ամերիկյան ռազմական բազաները, դեսպանությունները, հյուպատոսությունները, նույնիսկ բանկերը, այս վերջի շրջանում նույնիսկ արդյունաբերական օբյեկտները հայտնվել են հարվածի տակ։ Հա։ Հիմա Իրանը մեծ պարբերաբար տեղեկացրել է, որ իրանք մեղմացած է Թրիփի տրամաբանությունը չեն ընդունում։ Հիմա ես շատ պարզ հարց եմ ուզում տամ Թրիփի ջատագովներին։ Եթե Թրիփը հիմա պատկերացեք կառուցված լիներ, կար երաշխիք, որ Իրանը նաև Հայաստանի տարածքին չէր հարվածի։ Եթե Իրանը հարվածում է Միացյալ Արաբական Էմիրությունների տարածքին, որը իր համար 3 առևտրային գործընկերն է, համար 3 առևտրային գործընկերն է, որում Միացյալ Արաբական Էմիրությունում հսկայական ծավալի իրանական ներդրումներ կան նաև։ Իրանացիներն ապրում եւ այլն։ Եթե նա Միացյալ Էմիրություններն է հարվածում, կարի երաշխիք, որ Հայաստանին հենց Թրիփի մասով չէր հարվածի։ Տարածքին 2 օր առաջ Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտարարել է նրա մասին, որ անցնում է on-line դասերի, որովհետև սպառնալիք կա իր նկատմամբ։ Հույս ունեմ, որ այդ սպառնալիքը չի իրականանա, բայց սպառնալիք կա։ Հիմա ես հարց եմ տալի, ամենապարզ հարցն է. եթե Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները այս աստիճան սրված են, ըստ էության լայնամասշտաբ պատերազմ է ընթանում, ինչ տրամաբանությամբ դու կարող ես Իրանի սահմանի վրա ամերիկյան օբյեկտ կառուցես։ Անհնար է։ Դա անհնար է, դա բացառվում է։ Այսինքն Թրիփը երկու տրամաբանություն ունի երբևիցե իրականություն դառնալու համար, կամ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հարաբերությունները պետք է վերադառնան նորմալ գործընկերային, չասեմ բարիդրացական, բայց գործընկերային հուն, եւ դա այս բան համենայն դեպս տեսանելի չէ։ Տեսանելի չէ, որովհետեւ դրա համար կամ Իրանը պետք է վարչակարգ փոխվի, կամ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև պետք է ի վերջո ինչ-որ փոխզիջումային բան տրամաբանություն զարգանա, որը մինչև հիմա տեղի չունեցել, որովհետեւ կողմերի պատկերացումները տրամագծորեն տարբերվում են։ Բայց այդ դեպքում արդյոք Թրիփը չի կորցնի իր նշանակությունը ԱՄՆ-ի համար հենց։ Չէ, ես հենց այդ եմ ասում, այսինքն եթե ԱՄՆ-ն պատկերացնում էր, որ Թրիփը իր համար կարևոր ակտիվ է այս տարածաշրջանում, հա, հիմա ԱՄՆ-ն տեսնում է, որ իր ակտիվների մեծ մասը այս տարածաշրջանում պարզապես հոդս են ցնդել, նա նոր ներդրում չի կատարելու, դա Ամերիկայի տեսանկյունից Միացյալ Նահանգների անիմաստ գործողություն է, մինչև ինքը Իրանի հետ իր հարաբերությունները չի կարգավորել, ինքը Իրանի անմիջական սահմանի վրա նոր բազմամիլիոնանոց ներդրում չի կատարելու, դա պարզ է։ Իդեպ Փաշինյանը ստիպված եղավ դա ընդունել, բայց հիմա նայեք, նույնիսկ մինչև այս պատերազմը մենք դրա մասին ենք ասում ենք սիրելիներս, ախր Իրանը պարբերաբար ձեզ զգուշացումներ անում իր դեսպանի շուրթերով, պարբերաբար զգուշացումներ անում այդ մարդը։ Վերջին անգամ բավականին կոշտ։ Բավականին կոշտ, ի վերջո պետք է հասկանաք, չէ՞ դրա մասին, այդ զգուշացումները, որ անում են, պատահական չի, չէ՞, որովհետև իրանք գիտեն, չէ՞, իրանց եւ Միացյալ Նահանգների միջև տեղի ունեցող բարձ դինամիկայի մասին, իրենք պարբերաբար ձեզ ասում են դրա մասին։ Պետք է հասկանաք դա, թե չէ։ Եվ ի վերջո ասեմ ձեզ, եթե այդտեղով երբևիցե ճանապարհը հանցնելու,
Այդ ճանապարհը առաջինը պետք է լինի մեր Հայաստանի վերահսկողության տակ, եւ եթե այդտեղ լինելու են նաեւ օտար օպերատորներ, մասնակիցներ եւ այլն, դա պետք է լինի այնպես բալանսավորված, որ ոչ մի առանձին վերցած երկիր շահագրգռված չլինի դա խաթարելու։ Շահագրգռված, որովհետեւ երբ որ դուք բերում եք կոնկրետ Միացյալ Նահանգներին, որի անմիջական, ասենք, թշնամի սահմանից այնկով 10 մետրի վրա է գտնվում, հա, դուք հասկանալ եք, որ դրանով ստեղծում եք հերթական, այսպես ասած, պայթյունավտակ հանգույց եք ստեղծում այդտեղ։ Այսինքն Թրիփում Նիկոլ Փաշինյանը, եթե մինչ այդ հայտարարում է, որ այս պրոյեկտով մենք ստեղծում ենք միջավայր, որից կօգտվեն բոլորը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը եւ առհասարակ բոլորը, ստացվում է հակառակը։ Թրիփով Նիկոլ Փաշինյանը ստեղծում է աշխարհաքաղաքական բախումների կենտրոն։ Բախումների կենտրոն չէ, բայց առնվազն հանգույց է ստեղծում, այո։ Եվ դա իդեպ ցույց է տալիս, թե ինչպես պետք է արտաքին քաղաքականություն վարել։ Այն ինչ որ արվել է, դա այս վարչախմբի թուլության հերթական նշանն է մեր տեսանկյունից։ Հերթական նշանը, երբ որ ըստ էության բանակցվել է մի լուծում, որը տարածվում է մի տարի հետո, այլևս ակտուալ չի։ Հիմա պարոն Չալաբյան, այս ամենի հանգուցալուծումը ի վերջո, թե ներքաղաքական այս լարված մթնոլորտի, թե արտաքին քաղաքականության, եթե առհասարակ կարելի է համարել արտաքին քաղաքականության, այս անկումը, ի վերջո որն է այն գլխավոր նախապայմանը, որի լուծման դեպքում կհանգեցնի իրավիճակի շտկմանը, թե այս, թե այն հատվածում։ Տեսեք, ես կարծում եմ, եւ երևի դա դրանով նաեւ ամփոփենք, հա, որ լուծումը Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելն է։ Բայց դա հեշտ խնդիր չի։ Այն իմաստով, որ մենք արդեն շատ երկար տարիներ ունենք իրավիճակ, երբ որ իշխանությունը ըստ էության ծառայում է իր սեփական կորպորատիվ շահերին, սակայն մեր ազգային խնդիրները մնում են չլուծված եւ ավելին ձեզ ասեմ, վերջի 8 տարիների ընթացքում մենք տեսնում ենք, թե մեր ազգային խնդիրների տեսանկյունից ինչպիսի ահավոր նահանջ ենք մենք ապրել։ Արցախն են կորցրել հուսով եմ ժամանակավորապես, ցեղասպանության միջազգային ճանաչումը դե ֆակտո դադարեցված է տեղի չունենում, հա։ Մեր երկրի ներսում ինքնությանը անընդհատ հարվածներ են տեղում աճ ու ձախ հենց երկրի իշխանությունների կողմից, կրթական համակարգն դեգրադացիայի ենթարկվում եւ այլն։ Այս ամեն ինչը պետք է կարողանալ շրջել։ Սրա համար պետք է եւ քաղաքական կամք, եւ կոմպետենցիա, եւ ռեսուրսներ։ Այդ ամեն ինչը կարծում եմ, որ առանձին վերցած որևէ մեկը ինչքան էլ դա պնդի, չի կարող անել։ Այստեղ պետք է բնականաբար որոշակի համերաշխություն, միասնական աշխատանք, միասնական նաև տեսլական, թե ինչա պետք անել երկրում, դա էլ հեշտ չի, որտեղ տարբեր մարդիկ, տարբեր ուժեր, տարբեր ձևով են պատկերացնում։ Ի վերջո պետք է կարողանան իմի գան մի հատ այնպիսի քաղաքական ծրագրի շուրջը, որը եթե իդեալական չի, բայց առնվազն բնակչության մեծամասնությունը կընդունի, կհասկանա, որ այդ ծրագիրն է, որը առաջընթացի եւ անվտանգության հնարավորություն է տալիս եւ միասին կգնանք առաջ։ Դե ինչ պարոն Չալաբյան, շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։